շնորհակալ եմ, որ եկաք տաղավար եւ այսպես երեք դուք եւս եղել եք Մայր աթոռում եւ մենք տեսանք ինչպես հավատալու ժողովուրդը դուրս շպրտեց կամ ավելի անկեղծ մի գազերի մեջ նստացրեց եւ իրենց տներով ճանապարհեց 10 սուդաներին, որոնք որոշել էին երկրի ստերության փորձել վերջին արարի հասնել իրենց սատանայական աշխատանքները եւ այսպես ընդհանրապես մեկ րոպեից այս կադրը տեսնենք հավատալու ժողովուրդն է շատ կարճ այս պատկերում է հավատալու ժողովուրդը կանգնեցնում է մի քանի գտնեցնում եւ ուժել Մայր Բարև ձեզ, շնորհակալություն, այո, երեք ես եւս եղել եմ Մայր տաճարում, որովհետեւ կարեւոր է համարում որպես հայ քրիստոնյա իմ անձնական ներկայությամբ այնտեղ գտնվել եւ ցույց տալ, որ հայ առաքելական եկեղեցին մշտապես ունի իր զավակները եւ այդ զավակները անկախ իրավիճակից միշտ էլ պատրաստ են կանգնելու իրենց եկեղեցու կողքին, որովհետև այդ եկեղեցին ոչ թե մեկ տարվա պատմություն ունի Նիկոլենց նման, ոչ թե մի քանի տարվա պատմություն ունի Նիկոլենց պես, այլ ունի դարերի պատմություն եւ այդ դարերի պատմությունը մեզ համար կարեւոր է։ Ի հեճուկս պատմություն ուրացող Նիկոլ Փաշինյանենց, ի հեճուկս պատմություն ժխտող, պատմություն մերժող Նիկոլ Փաշինյանենց, մենք գնահատում ենք մեր Սուրբ եկեղեցին, մենք գնահատում ենք այն ամենը, ինչ որ մեզ է հասցվել մեր եկեղեցու շնորհիվ, մենք գնահատում ենք այն դժվար տարիները, այն դժվար օրերը, որոնց միջով անցել է մեր պետությունը, եւ սակայն հայ ազգը, հայ ժողովուրդը, երբ որ չի ունեցել պետականություն, համախմբվել է հենց այդ Սուրբ եկեղեցու շուրջ։ Չար թշնամիները, մեծ թշնամիները, նենգ թշնամիները փորձում են Նիկոլ Փաշինյանի միջոցով եւ բոլոր այն դավաճանների միջոցով քանդել, քայքայել, թուլացնել այդ հենարանը, որտեվ շատ լավ գիտեն մեր եկեղեցու ուժը եւ նաեւ զորությունը։ Աշխարհասփյուր հայությունը կարծում եմ այս օրերին եւս անտարբեր չի, դրա հետ մեկտեղ ես կոչ եմ անում, որ աշխարհի տարբեր ծայրերից կոնկրետ կոչերով հանդես գան, եթե հնարավորություն ունեն իրենք եւս գան, մասնակցեն, պաշտպանեն այն սրբության սրբոցը, որը յուրաքանչյուրինս է եւ որը ամենավեհն է։ Բացի դրանից, սիրելի հայրենակիցներ, երեք ես եկեղեցում հաճախ տեսնում էի արտասվող մեր հայրենակիցների, ովքեր մեծ ցավ էին ապրում տեսնելով պառակտված ժողովուրդ, մասնատված ժողովուրդ, տեսնելով մի խումբ, որը ուզում է ներխուժի եկեղեցի, բղավոցներ, եւ սակայն ուզում եմ ասել, որ սա եւս մեկ փորձություն է, որի միջով անցնում ենք բոլորս, անցնում են նաեւ բոլոր նրանք, ովքեր անտարբեր են, ովքեր իրենց դնում են անտարբերի տեղ, ովքեր ասում են, որ իրենք չեն խառնվում որևիցե բանի, հարգելիներս, դա ձեր իրավունքն է իհարկե, բայց Աստծո աչքից որևիցե մեկի գործողություն չի։ Եթե անտարբեր ես, կստանաս քո անտարբերության պատասխանը։
Եթե չար ես, պղծություն ես ուզում անել, կստանաս դրա պատասխանը։ Աստված գիտի բոլորիդ սրտերը, բոլորիդ մտքերը, բոլորիդ ապրած կյանքը, բոլորիդ արածը եւ բոլորս ստանալու ենք համարժեք պատասխան։ Իսկ մեր շատ տխրող հայրենակիցներին ուզում եմ մի բան ասել։ Սա մաքրվելու ճանապարհ է նաեւ։ Դիմակները հանում են բոլոր նրանք, ովքեր ծվարած են եղել տարբեր անկյուններում եւ սակայն այսօր հարմար առիթ են գտել հարցակում գործելու, անձնական շահերն առաջ տանելու եւ սրբությունը ուրանալու։ Բոլոր այն հոգեվորականները, ովքեր դրժում են իրենց երթումը, ովքեր լավ, եթե համարենք թե փորձում են ինչ-որ խնդիրներ վերհանել, միևնույն է նրանք կանգնել են մի սրբապիղծի կողքին, կանգնել են եւ կատարում են մի պղծության կծիկի հրահանգ, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Միայն սա հերիք է, որ հասկանանք, որ այն հոգևորականները, ովքեր դավաճանում են եկեղեցուն, ոչ թե արդարության նպատակ ունեն, այլ ունեն նպատակ չարի նեռի ծրագրերը կյանքի կոչելու մեր եկեղեցու մեջ։ Միանշանակ Փաշինյանը ձեզ օգտագործելուց հետո շպրտելու է, ինչպես որ իր բազմաթիվ թիմակիցների։ Որովհետև նա այսօր ձեր ձեռքերով, ձեր անվան տակ, քանի որ մինչ ձեր դավանափող լինելը հարցեր էինք բարձրացնում արտարացի, որ Փաշինյան դու ինչ կապ ունես հոգևոր աշխարհի հետ, ամբողջությամբ պղծություն ես, եւ սա իրենց համար լուրջ խնդիր էր, նրանք փորձեցին բերել հոգևորականի անվան տակ թաքնված, բայց հոգևորական երթումները դրժած, հոգևորականի ճանապարհից շեղված մարդկանց եւ հանրությանը խաբել այդ մարդկանցով։ Սակայն ելի են վստահեցնում ձեզ, որ չի ստացվելու, որովհետեւ դուք նաև 3 մայր տաճարում ականատես եղաք, թե Նիկոլ Փաշինյանի կոչով, Նիկոլ Փաշինյանի ընտրած չակերտավոր հոգևորականների կոչով ինչքան մարդիկ էին այնտեղ գնացել, ընդ որում մի մեծ մասը բերման էր ենթարկվել տարբեր համայնքի ղեկավարների կողմից, այդ թվում նաև նույն համայնքի ղեկավարներ ներկա էին եւ շատ ակտիվ գործունեություն էին դրսևորում, կեղտոտ բառապաշարով, կեղտոտ կոչերով, սա ինչ էր։ Համայնքապետը կոնկրետ երեք զոհվածի ծնողի հասցեին տեսնում եք կեղտոտ հայտարարություն է անում, ինչ ուզում է իջացնի ես իմիջ ցույց տա, եւ եկեղեցու մայր տաճարի դռների մոտ հայոյանքները հնչեցնում հոգեվորականների հասցեին։ Բնականաբար Նիկոլ Փաշինյանի նման վերադաս ունեցողը չի կարող պարկեշտ արտահայտություններ անել, չի կարող նորմալ ձևով խոսել, անկախ ամեն ինչից, ուղղակի Փաշինյանի դեմքին նայողը պետք է հասկանա, որ նրան հավատացողները, նրա հետևից գնացողները չեն կարող լինել այլ մակարդակի վրա, ուղղակի չեն կարող եւ դա է ամբողջ ամեն ինչը որ ցույց է տրվում եւ այդ իսկ պատճառով, սիրելի հայրենակիցներ, դուք պետք է գիտակցեք, որ չարը ուզում է կոտրի, ջարդի մեր ամենավերջին հենասյունը։ Սակայն մենք պայքարել ենք, պայքարում ենք, բայց շատ կարևոր է նաև ձեր յուրաքանչյուրի անձնական պայքարը։ Անտարբերությունը մեծ աղետ կբերի բոլորիս առջև։ Եվ այս փորձությունը մեզ ինչ է ցույց տալիս, մենք մեր հավատքի համար ինչքանով ենք պատրաստ։ Մենք աշխարհում ճանաչվում ենք, ընդունվում ենք որպես առաջի քրիստոնյա ազգ։ Եվ այսօր հարձակում են գործել եւ փորձում են ջլատել եւ փորձում են ապացուցել, թե պետությունն է այդ հավատքը ստեղծել, բայց երբ որ հավատքը կար, պետությունը դեռևս չկար։ Սա բոլոր պատմաբանները գիտեն, սա բոլոր գիտակ կրթված մարդիկ գիտեն, որ երբ որ կար հավատք, դեռ պետություն չկար։ Եվ հավատքի շնորհիվ է, որ այսօր կանք, որ կա ընդհանրապես Հայաստան, կա հայ, եւ աշխարհում
ճանաչում են Հայաստան պետությունը եւ այս մի բուռ, որ ասում եք, մի բուռ հայրենիքը, միայն այն իրական հավատավոր ժողովրդի շնորհքն է, որը պահել է, պաշտպանել է եւ բերել հասցրել է ամեն ինչը մեզ։ Սա վեր է բիզնեսից, սա վեր է ցանկացած բանից։ Սա ձեր ամենամեծ մաքրությունն է։ Եվ այդ օրինակով նույն Սամվել Կարապետյանը ասեց, կոչ արեց, որ իրեն չի հետաքրքրում որևիցե գումար, որևիցե բիզնես եւ մտավ այս պայքարի մեջ եկեղեցին պաշտպանելու համար։ Բոլորդ էլ գիտեք, որ Սամվել Կարապետյանը միլիարդատեր է, ունի բիզնես հաշվարկներ, ունի բիզնես ծրագրեր, բիզնեսը շատ առաջնային է, շատ կարևոր է իր համար, բայց ես մեծագույն հարգանք ունեի եւ ավելի մեծացավ իմ հարգանքը իր հանդեպ իր այդ անձնվիրական քայլի համար, որ վեր դասեց եկեղեցին ամեն ինչից, փողերից, բիզնեսներից, ամեն ինչից եւ մտավ այդ պայքարի մեջ եւ այսօր ազատազրկված է։ Ինչու եմ այս օրինակը բերում։ Բոլոր այն բիզնեսմենները, փոքր, միջին, մեծ, որ այսօր անտարբերություն են դրսևորվում, կպատժվեք մարդկանց կողմից էլ, կպատժվեք Աստծո կողմից էլ, կսննկանաք, հիշեք այս խոսքերս, որովհետև շահը ձեր անձնական վեր եք դասում Աստծո զորությունից եւ չեք գիտակցում, որ այն ինչ որ այսօր դուք ունեք, նաեւ Աստծո շնորհ կա այդտեղ, որ ձեր ուրանալը կազդի այդ ամենի վրա։ Եվ հետևություններ արեք ինքներդ, երբ որ մենակ եք մնում, երբ որ կեղտի մեջ թաթախված եք, երբ որ ձեր հոգին տանջվում է, մտածեք եւ հետևություններ արեք։ Կզրկվեք հոգու մաքրության ձեր ճանապարհից։ Իսկ երբ որ ձեր հոգին մաքուր չլինի, ձեր փողերից հաճույք չեք ստանալու, ձեր փողերը չեք վայելելու։ Պղծության մեջ օր-օրի թաթախվելու եք, ձեր երեխաները նարկոմաններ են դառնալու, ձեր տունը քանդվելու է, ձեր փողերը կորցնելու եք, սթափվեք, Աստծոն պատերազմ մի հայտարարեք, մեղք եք, ուշքի եկեք, դարձի եկեք, հիշեք, իսկ եկեղեցու ներսի փոփոխությունները միմիայն կատարվելու են եկեղեցով, եկեղեցու հոգևորներով։ Միանշանակ Փաշինյանը մարդ չունի բնական աջակցություն, չունի բնական աջակիցների խմբեր, Նիկոլ Փաշինյանը ունի փող, շատ փող, ունի իշխանություն, իշխանական լծակներ եւ գործում է միմիայն այսօր դրանց շնորհիվ։ Եվ այո, օր-օրի ավելի ու ավելի է մաշվելու, օր-օրի ավելի ու ավելի է ընկնելու, բայց ուզում է ծնել արբանյակներ, որը եւս պետք է թույլ չտանք, նոր կապիկություններ, նոր բեմականացումներ։ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է իր ընկած վարկանիշի մասին եւ ոչ միայն երեկվա դեպքից հետո պետք է իմանանք, որ նա մարդ չունի, բազմաթիվ հարցումների արդյունքում լինելով իշխանություն եւ ունենալով այդպիսի վարկանիշ, դա ուղղակի մեր պատմության ընթացքում երբևիցե չի եղել այդպիսի ցածր վարկանիշ ունեցող ղեկավար, հաշվի չառնելով նրա ֆեյքային ստեղծած աշխարհները, որը նա վիրտուալ աշխարհում փորձում է ինչ-որ բաներ ապացուցել, իհարկե դրանք փուչիկ են, սիրելի հայրենակիցներ, պայթվելու են եւ ուժի միջոցով, այդպիսի ճնշումների միջոցով երկար չի կարողանալու դավաճան քայլերի, օտարների հրահանգները կատարելով, երկար չի կարողանալու նա այդպես, բայց դրա հետ մեկտեղ շատ կարևոր է ձեր պայքարը։
Եթե չպայքարենք, իհարկե կարողանալու է հնազանդեցնել, վախեցնել, թուլացնել, բայց եթե վճռականորեն գնաք, պայքարեք, անշահախնդիր հիշեք, անշահախնդիր, հարցը լուծվելու է Հայաստանում միմիայն անշահախնդիր պայքարի դուրս եկողների շնորհիվ, ովքեր անձնվիրաբար պատրաստ են առանց հաշվարկների, առանց չգիտեմ ինչերի, իրենց նվիրումը դնելու իրենց հայրենիքի փրկության համար։ Հաղթանակները ծնվում են այնտեղ, որտեղ կան անձնվիրաբար պայքարողներ։ Դա ես ձեզ ասում եմ, լինելով 2 անգամ պատերազմի դաշտում, ցանկացած մարտական գործողության ժամանակ, ցանկացած պատերազմական իրավիճակի ժամանակ եւ Արցախյան պատերազմի ժամանակ մեր հաղթանակները կերտվել են անձնվիրաբար պայքարողների շնորհիվ, ովքեր հաշվարկներ չեն արել, ովքեր չեն մտածել, թե դրա դիմաց ինչ են ստանալու, պայքարել են գաղափարների համար, նույն Մոնթեն, նույն մնացած հերոսները, պայքարել են անձնվիրաբար, դրել են ամեն ինչ, անգամ իրենց կյանքը, որ այսօր ապրում են փողոցներում, շատ-շատերը։ Միգուցե շատերը չեն գիտակցում, ում շնորհիվ են ապրում, ինչպիսի տղերքի շնորհիվ են այսօր ապրում, կյանքը վայելում, իրենց երեխաներին մեծացնում, միգուցե չեն եկել դեռ այդ մակարդակին, որ գիտակցեն, թե ինչ տղերք, ինչպիսի անձնվիրաբար պայքար տարան, ինչպես զրկվեցին իրենց երիտասարդությունից, իրենց երջանկությունից, հանուն ուրիշների երջանկության, միգուցե չեն գիտակցում, բայց փաստը է, որ այսօր բոլորը ապրում են, տոնածառ են զարդարում, չգիտեմ ինչ են անում, հրավառություն են անում, սրճարաններ են նստում, ապրում են այդ տղերքի շնորհիվ, ապրում են Արցախյան պատերազմի առաջին օրվանից մինչև հիմա կռվող սահման պահող տղերքի շնորհիվ։ Եվ սա լեզվի մակարդակով չի, որ ես հիմա ներկայացնում եմ։ Սա պետքա յուրաքանչյուրը գիտակցի, որ այս աթոռին նստեցինք, խոսեցինք, խոսքը խոսք, գործը գործ։ Ցավոք սրտի ՔՊ-ն եւ Փաշինյանը 99%-ով միայն այսպես նստող եւ խոսացողներ են։ Դրա համար երկիրը փլուզվում է, դրա համար երկիրը կործանվում է։ Չէ որ խոսքից բացի մարդ պետքա աշխատանք կատարի, պետքա դուրս գա, պետքա սկսի գործել, գործ անել, վերցնել, աշխատել, կառավարել, կառույցները կառավարել, բայց անտեր շպրտած են մեր երկրի կառույցները, անտեր, անտիրական, չկա հրահանգ, չկա ԱՑ-ի տղերքի երեկվա այն ծառայությունը, որը որ մատուցում էին, սա ուղակի խայտառակություն է, սա ամոթ է, սա, չգիտեմ, գիտեք, հաճախ հալածվում են, բայց երբ որ հրահանգը վերևից տալիս է Փաշինյան Նիկոլի պես դասալիքը, այդպիսի տղերքին ընդգրկում է այնպիսի գործերի մեջ, որը ամոթալի է, այդ նույն ԱՑ-ում աշխատող տղերքը պետք է մտնեն, իրանց պետին ասեն, լավ, էսա մեր գործը, լավ, բացեք այդ կանոնադրությունը թղթի վրա գրած, հլը տենանք մենք վաբշե ինչի համար ենք կոչված այս երկրում։ Վերջի վերջո այդ Նիկոլի քմա հաճույքներով չպետք է կառավարվի, չէ՞ այդ կառույցները, դուք վաղը կանգնելու եք պատասխանատվության առաջ։ Ախր ձեր գործառույթը Նիկոլի հաճույքներով հրահանգ տալը, կատարելը չի, ձեր գործառույթը թղթի վրա, սահմանադրության մեջ, կանոնադրությամբ նշված է հատ առ հատ։ Դուք ո՞նց եք գնում այդ կեղտոտ գործերը անում եւ վատ եք զգում, այո, ես հասկանում եմ շատերը ձեզ վատ եք զգում։ Շատերը ասում եք խոսակ կհանեն, կհեռացնեն, բայց լավ, ձեր մեջ արժանապատիվ տղերքով չեք կարողանում հավաքվեք խելքի տակ, հասկանաք, այս երկիրը ուր են տանում։ Դուք տեսնում եք դրա վիճակը, անկայուն վիճակը, հասկացանք օդից, չգիտեմ ինչ ուժերի շնորհիվ վերանգե այդ աթոռին, բայց նա անգիտակից է, նա ձեր երեխեքի, ձեր հարազատների երեխեքի, ձեր ազգի ճակատագրի ու պատմության հետ է խաղում, վերջի վերջո վաղը ձեր ամբողջ բարեկամությունը ապրում այստեղ, չէ՞։ Իրան ինչ կա, ինքը արանքը ճղելու է մարտի մեկի պես փախնելու է մի ծակով։
Դուք տղերք ջան չեք հասկանում, թուրքացնում է այս երկիրը։ Վաղը ձեզ կփոխարինի թուրքերով։ Այն օրը խոսում էր, չգիտեմ, Աշկովս ընկավ ինչ որ հղիանալու մասին, ով ոնց ուզի կարա հղիա, կարող է թուրքերով է բերում հղիացնի։ Ինչ գիտեք, ինչ ծրագրեր է կյանքի կոչում։ Չնայած դուք ավելի լավ կիմանաք, դուք ներսում եք։ Չեք վախենում, որ վաղը ձեզ կփոխարինի թուրքերով։ Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, նա կոնկրետ Թուրքի հրահանգներ է կատարում։ Դուք ներսն եք, դուք չեք տեսնում ինչ է անում։ Դուք չեք տեսնում ուր է տանում ձեր հարազատներին, ձեր բարեկամներին, ինչի դուռ է տանում, նոր 1915 թիվ է բերում։ Նոր ցեղասպանություն է բերում ձեր գլխին։ Դուք ասում եք մենք հրաման կատարող ենք, ոչ, տղեկ ջան, դուք պատասխանատվություն ունեք ձեր ուսերին։ Ոստիկաններ, աշխատողներ, դուք պրոստը ռոբոտ չեք, դուք մարդ եք, հայ եք վերջի վերջո, մի թողեք ձեզ ռոբոտացնեն, չորացնեն, սարքեն չոր հրաման կատարողներ, մի հատ այդ հրամանը կատար, մենք ծառայել ենք, չմտածեք, թե ես չգիտեմ այդ ծառայությունը ինչ բան է, չգիտեմ այդ ֆորման ինչ բան, այ օրինակ Նիկոլը չգիտի, որովհետև չի ծառայե, կյանքում չի ուղղակի Դրա համար ձեզ չի կարա Նիկոլը հասկանա, չի կարա երբեք, նա չգիտի ինչա զինվորական լինելը, ինչա ծառայող լինելը, ուղղակի չգիտի, ուզեք բացատրեք էլ չի հասկանալու, դրա համար ձեզ այդպիսի հրահանգներ է տալիս, դասալքի տված հրահանգներ այդպիսին է, որը ցածրացնում է ձեր վարկանիշը, ցածրացնում է ձեր պատիվը, ձեր արժանապատվությանն են կպնում, ձեզ մցրել այդ կեղտոտ գործի մեջ մի արեք։ Իսկ 5 տարի առաջ ինչ էր տեղի ունենում, ադրբեջանական բենզին կբերեն, կասեն, կհելնեն, կհայտարարեն, թե տեսակ ինչ լավ էր, բարեկամացանք, եկեք ուրանանք, մոռանանք, այդքան տղերքի այրուն, իրանց պետք է, մենք մինչև հիմա հաշմանդամ են գալիս, տառապում ենք, տանջվում ենք, իսկ իրանց ինչ եղավ, զովացի ծնողը գլուխը բռնած ամեն անգամ եռաբլուրում գնում, կես մարտա դառնում, հետա գալիս, իրանց դա հետաքրքիր է։ Հետաքրքիր է իրանց, չէ, իրանք փողն ունեն, լափն ունեն, ոչինչ չեն կորցրել, ոչ երեխա են կորցրել, ոչ մի բան։ Իրանց մի բան է հետաքրքիր, պահել իշխանությունն ու աթոռը։ 10,000 պետք սպանել, 5,000 պետք սպանել, ինչքան ուզում է կսպանեն։ Մենակ այդ աթոռը պահեն։ Այսօր էլ նույն Թուրքի ուժով Թուրքի տված դաբրոներով փորձում է այդ աթոռը պահել ամեն գնով։ Մեծ ուժերի վրա հենվելով գալիս ազգային ժողովը վժվժում է, գործակալներ, գործակալ, այ քեզնից մեծ գործակալ, սաղ կյանքդ գործակալ ես եղել։ Ու բոլոր ուժերի գործակալն ես։ Անաստված, անհոգի, անսրբություն, անսկզբունք, ստախոս, հայերենի բառարանում ինչքան բացասական բառ կա, բոլորին արժանացել ես, քո պահվածքով, քո քայլերով, սա ոչ թե վիրավորանք եմ քեզ ասում, այլ քո գործողությունների արդյունքում արժանացել ես այդ ամեն ինչին։ Կապիտուլյացիան ստորագրել ես, դավաճանել ես թիմակիցների, դավաճանել ես գաղափարակիցների, դավաճանել ես հայրենիքդ, դավաճանել ես են անմեղ 18 տարեկան զինվորին։ Եվ սա քո կողքը հավաքվողները պետք է հասկանան, եթե դու այնքան անսուրբ ես, անսրբություն ես, որ կարաս այդ անմեղ երեխուն սպանես, արա չխղճաս, չասես այս երեխեն ինչի համար առաջնագից, սպանես մինչև վերջ։ Էլ քեզանից ինչ լավ բան կարան սպասեն նորմալ հայերը, նորմալ մարդիկ։ Եվ այսօր էլ ձեզ չի հետաքրքրում ոչ ժողովրդի սոցիալական վիճակը, ոչ գյուղացու, ոչ բանվորի, ոչ այն հասարակ մարդու, դուք թկած ունեք բոլորի պրոբլեմների վրա։ Եվ սիրելի հայրենակիցներ, ոչ մի անհատ չի կարա ձեր պրոբլեմները լուծի, քանի պետական ապարատին թառած են սրանք։ Չի կարա անհատ մարդ, բարեգործ կլինի, ով ուզում է լինի, մի ամբողջ պետության բեռ վերցնի իր վրա եւ ձեզ օգնի եւ դրա համար դուք պետք է հասկանաք ձեր փրկությունն ու ձեր օգնությունը միմիայն սրան հեռացնելու մեջ է եւ սրանք
ձեր փողերը ձեր ձեռքից վերցնում են, ամեն օր տուգանելով, խաբելով, չգիտեմ, թանկացումներով, ամեն ձև ձեզանից այդ փողերը խլում են, տանում են։ Հետո գալիս ասում են, տեսեք Նիկոլն ինչ era կառուցում, բայց բոմժ Նիկոլն ով էր։ Սոված, կոշիկ չունեցող, բանկերի, վարկերի տակ ճռացող, իր Միրզոյաններով ու Պապիկյաններով, իրենք են խոստովանել։ Երբ որ մտան նոր 18 թվին ազգային ժողով, մարդիկ վարկերի, պարտքերի տակ ճռացող են, այսօր գնացեք Արարատ Միրզոյանի դղյակը նայեք։ Հետո էլ գալիս համեմատվում են, այն իրանց նախարարը ասում է, բա մենք նախարար մարդիկ ենք, բա իրավունք չունենք այդքան $250,000 տուն ունենանք, այդ ինչա որ։ Հա, բայց ասենք օրինակ նույն Սերյան Օհանյանը, որ մարդը աշխատել է տասնյակ տարիներ սպայից, եկել հասել է մինչև գեներալ, ոդկա կորցրել է թողի համար, որ տուն ունի, ասում են, իրան չի կարելի, ինքը պետք է տուն չունենա օրինակ, ինքը իրան տուն է կառուցել, հլը հասկանում եք, սա աբսուրդ է, մարդ, որը այդքան պահել է այս երկրի անվտանգությունը, վերջի վերջո նախարարը աշխատել 10 տարի ավելի, դուք 2-3 տարի աշխատել եք, արդեն ասում եք մենք իրավունք, բայց նախարարի համար էդ ինչ տուն է, որ $250,000 տունն ինչա որ չունենանք, հլը սրանց նայեք, բայց ժողովրդին ասում էիք, Նիկոլ ասում էիր, այ պետք է ժողովուրդը սաղ պաշտոնյաների հաշիվներին բան ունենա, կոնտրոլ ունենա, բալը մի հատ կոնտրոլ տուր գամ քո կնոջդ հաշիվները ստուգեմ, միլիարդներ, դու աշխարհի ամենահարուստ մարդն ես ուզում դառնաս, հող ես ծախում, արյուն ես ծախում, ինչ կա ծախում ես, այ անթասիբ, և այս մուտանտները մտած ազգի արունը խմում են այսօր, երբեք ձեզ չեն ցավալու, մենակ ձեզ օգտագործելու են սիրելի ժողովուրդ, սրանք չունեն սրբություն, տեսեք դուք եք ասում, որ հա էլի թող ուտեն, էլի թող նախարարա նախարարի պես թող ապրի, ես բազմաթիվ անգամներ ձեր հետ շփվում եմ, փողոցներում մոտենում եք, խոսում ենք, շփվում ենք, դուք անկեղծ խոսում եք, ասում եք ով էլ գա ուտելու է, ով էլ գա իր համար էլ անելու, ես ձեզ հասկանում եմ, ճիշտ եք ասում, այո, ով էլ գա, սոված չի մնալու, եթե նախարարը նախարարի պես պիտի ապրի, բայց սրանք չունեն այդ չափը, որ ապրեն նախարարի պես, սրանք, են չտես գյորմամիշների պես, ամեն ինչ են ուտում են անգամ ձեր երեխեքին, ինչքան երեխա սպանեցին, և մեկ հանդիպում են մարդիկ, որոնք ասում են խաղաղություն է պահում, հլը գնացեք եռաբլուր իրա պահած խաղաղության գինը տեսեք, օրերս մեկը այդպիսին ինձ հանդիպեց, ասում է, կարևորը իմ երեխեն խաղաղ է, ինչն է խաղաղ, ինչի կյանքը մենակ քո ես մի տարի, որ քո երեխեն գնացել է ծառայում է դրանով, որոշում, բա ուրիշների երեխեքը, որ այսօր չկան, բա են 10,000-ից ավելի տղերքը, որ այսօր խեղված, ցավերի մեջ ապրում են, ամեն օր ու ամեն ժամ, այդ քո համար հեչ, բա չես մտածում, որ այդ վաղը կարա քո այդ վերաբերմունքի համար քո երեխու գլխին գա, ու վաղ ասես Աստված ջան, բա ինչի եկավ այդ իմ երեխու գլխին, բա դու չես հասկանում այսօր վիրավոր ապրողի կյանքը ոնց է անցնում ամեն օր, ինչ ցավերի մեջ, ինչ զրկանքների մեջ, որը հասցրել է Փաշինյանը, իր քաղաքական ղեկավար լինելով, չէ ձեզ այդ հետաքրքիր չի, սիրելի գյուղացիներ, ձեզ եմ նաև դիմում, դուք ունեք պրոբլեմ, այսօր, անասուն եք տանջվում պահում, հող եք մշակում, ոչ մի բանից օգուտ չունեք, վարկերի, պարտքերի, տակ ամեն օր խեղդում են ձեզ, խեղդում են, ասում էր փողի խնդիր չկա, բա թող մի քիչ գյուղացուն օգնի, թող մի քիչ գյուղացու հոգսերը թեթևացնի, թող մի քիչ այդ վարկերի տակ ճռացող գյուղացուն ձեռք մեկնի, միլիարդներ ունեն, բա ինչի չեն անում,
Ինչի թկած ունեն, հարգելի գյուղացիներ։ Ձեր անասունները տանջվե պայել եք, այսօր չեք կարողանում վաճառեք, չեք կարողանում քրտինք եք թափել։ Ես շատ լավ գիտեմ ոնց եք տանջվել, շատ լավ գիտեմ, բայց իրանք չգիտեն, որովհետև կյանքում այդ աշխատանքի մեջ չեն մտել, չեն արել, քրտինք չեն թափել, չգիտեն գյուղացին ինչ տանջանքներ ա քաշում, չգիտեն, որ այդ 2 կոպեկը կարում ա գոնե անասունով ու հողով աշխատի, չգիտեն այդ գյուղացու, ցավը, հոգսը, պրոբլեմը չեն իմանալու երբեք, կնստեն լեզվներին կտան, կխոսան իբր սրտացավեն, բայց չեն գա երբեք, չեն մտնի այդ ցավերի, այդ պրոբլեմների մեջ։ Դրա համար հեռու մնացեք նրանցից, ովքեր ձեր ցավերը չեն հասկանում, ովքեր լեզվի մակարդակով են ձեր ցավերը հասկանում, ովքեր չգիտեն, թե դու ինչքան ես տանջվում այդ հողի վրա, և քեզ ինչքան օգուտ ա մնում այդ հողից, գրոշներ, ինչի գրոշներ, որովհետև պետություն չկա, որովհետև իրանցիներին տալիս են 0% վարկ, իսկ քո նման խեղճ ու կրակ գյուղացուն տալիս են 24%, 50%, 100% վարկ, ու դու այդ վարկերի մեջ մխրշվում, խեղդվում ես, ու այսօր էլ եկել ասում ա կանխիկացնում եմ ամեն ինչ, բան քարտային եմ սարքում ամեն ինչ, դե որ քարտային է սարքում ամեն ինչ, կդնես ամեն ինչ կզրոյացնես այս ժողովրդի վրա, ինչքան 10 տարի, 20 տարի ժամկետանց վարկեր ու պարտքեր ունի, լրիվ կզրոյացնես, նոր կգնաս կսարքես ամեն ինչ քարտային։ Թալանել եք տարիներ շարունակ ձեր բանկերով մարդկանց գծել եք հարկադիրներ, գծել եք չգիտեմ դատարաններ, խլում եք մարդկանց ձեռից իրենց վերջին ունեցվածքը, դուք ցեղասպանում եք այս ժողովրդին, այո, զրկում եք ամեն ինչից, որ փախնեն այս երկրից։ Թողեն իրանց հողն ու ջուրը, գյուղերը դատարկվում ա, տները դատարկվում ա, դպրոցները փակվում ա, աշակերտները կրճատվում ա։ Ու սրա մասին չեն խոսում, չեն ասում, որ այս ազգը օր-օրի կրճատվում ա։ Հլը գնացեք թշնամի պետությունը տեսեք ինչքան են դառել։ Ու լեզվին էր տալիս, հեռավար ծրագիր, մինչև 5 միլիոն պտի դառնանք այս քանի տարվա մեջ։ Ցեղասպանիր, կեսին սպանիր, կեսին սարքիր, հաշմանդամ կեսը փախել են այս երկրից մարդ չի մնացել։ Հասկանում եք ինչ ա կատարվում։ Հլը տեսեք հայտարարել ա, իրանք են հայտարարում, ինչքան դպրոցներ ա կրճատվում։ Քանի դպրոց ա փակվելու։ Եվ սրա արդյունքում, սիրելի հայրենակիցներ, պրոբլեմի առաջ են կանգնելու բոլորս, զինվոր չի, կներեք, ես էլ ասեցի, հիշեցի, բանակն են կրճատում, Ալիևի հրամանով, բանակը, մեր դիրքերը երևի 100 կիլոմետրով մեծացել է, սիրելի հայրենակիցներ, նախկինի համեմատ, մենք միշտ զինվորի խնդիր ունեցել ենք, և որևիցե գիտակից մարդ չի կարողանալու ինձ այսօր ապացուցել, որ մենք այդ խնդիրը չունենք, նույն պաշտպանության նախարարությունում բազմաթիվ փորձառու մարդիկ ասել են, որ այս բանը չանեք, բայց Նիկոլը չի կարա Ալիևի հրամանը չկատարի, հաշվարկել են, զեկուցել են, ես բոլոր այդ սպաներին, գեներալներին ու հրամանատարներին կոչ եմ անում, իրենց զեկուցագրերով նկարեն պահեն իրենց մոտ, որ իրենք զեկուցել են Սուրեն Պապիկյանին, որ այդ բերելու է քաոսի բանակի, բայց Պապիկյանը, քանի որ դասալիկ է, չոքած է Նիկոլի ոտների արանքը, կատարում է ազնվիրաբար Նիկոլի հրամանը ու հաշվի չի առնում պաշտպանության նախարարության շահերը, դու բանակ ես կրճատում, ինչի հիման վրա, ինչի, ամփոփելով այո, ժողովուրդ ջան, որպեսզի երկար չլինի, ես ասում եմ ձեզ, ասում էի ժամանակին, տանում է երկիրը քաոսի, կործանման, բանակը կրճատում է, ամբողջությամբ կատարում է ամեն օր Ալիևի հրամանները, սրա մնալու պարագայում, Հայաստանի Հանրապետությունը կգնա կործանման։
հետևությունները պետք է անեք յուրաքանչյուրդ։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։